Բարի երեկո, ժամը 20-ն է, Ազատության եթերում լրատվական կենտրոնն է, այսօրվա թեմաներն են։ Ինչ են քննարկել ադրբեջանցիներն Աղվերանում։ Շահին Ասունը Ծնունդով Հայաստանից Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևին հիշում են Ջուջևանում։ Իրար հետ սովխոզից գողությունի են գայել, եգիպտացուեն են կողացել։ Կանդազմ կանունով Արթուր Ավանեսյանը շարունակում է հացադուլը կալանավայրում, Սամվել Կարապետյանն ասում է չեն նահանջելու։ Ռուսաստանն արգելափակել է ևս 1 միլիոն շիշ ջերմուկի վաճառքը։ Հայաստանը 16 կետով վատթարացրել է դիրքերը մամուլի ազատության միջազգային աղյուսակում։ Հայաստանում իշխանությունները լրատվամիջոցներին դիտարկում են որպես թշնամի։ Թեհրանը պնդում է, որ Ամերիկան անելիք չունի Պարսից ծոցում, Վաշինգտոնը սպառնում է շարունակել Հորմուզի նեղուցի շրջափակումը։ Նախ-ադրբեջանական պատվիրակության երեկվա հայաստանյան այցի մասին փոխվարչապետ Մուստաֆայևը մի քանի ուղղություններ է համակարգում սահմանագծումից մինչև տնտեսական կապեր Թրամփի ուղի։ Պաշտոնական հաղորդագրություններում հատկապես սահմանագծումն է հիշատակվում, որ տևական ժամանակ է կանգ է առել Ադրբեջանը օկուպացված է պահում Հայաստանի զգալի տարածքներ։ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի փոխադարձ այցերը վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր պատմական իրադարձություն համարեց։ Ասաց այդպես երկու երկրների միջև խաղաղությունն ամրապնդվում և ավելի ինստիտուցիոնալ է դառնում։ Ես ուզում եմ գոհունակության խոսքեր ասել երկու երկրների փոխվարչապետերին այդ աշխատանքը իրականացնելու և արդյունավետ իրականացնելու առիթով։ Սահմանազատման հանձնաժողովները Մեհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆայևի գլխավորությամբ վերջին անգամ հանդիպել էին անցած տարվա նոյեմբերին ադրբեջանական Գաբալա քաղաքում։ Երեկ Հայաստան էր ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը։ Աղվերանի հանդիպումից հետո արտգործնախարարությունը տեղեկացրեց, որ կողմերը քննարկել են սահմանազատման կազմակերպչական և տեխնիկական հարցերը։ Նաև արդեն համաձայնեցված ուղեցույցերն են փոխանակել։ Դրանցից մեկը սահմանազատման աշխատանքների համար անհրաժեշտ փորձագիտական խմբերի աշխատակարգն է սահմանում, մյուս երկուսը քարտեզի ստեղծման, նաև սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրատարակման կարգերը։ Ընդունված փաստաթղթերը իրենք շրջանակային նշանակություն ունեն և բնականաբար վերաբերվում են սահմանազատման և սահմանագծման պրոցեսին։ Այսինքն սկզբից կանոններն են սահմանում, հետո իրականացվում է այդ աշխատանքը։ 2024 թվականի գարնանը Հայաստանն Ադրբեջանին առանց այս կանոնների վերադարձրեց Տավուշի հատվածում հայկական վերահսկողության տակ եղած 4 գյուղը։ Այն ժամանակ ոչ միայն այս նոր ուղեցույցերը, անգամ սահմանազատման կանոնակարգը ընդունված չէր։ Վարչապետն էլ բացատրում էր, թե պիլոտային սահմանազատում են արել։ Ընդամենը մի քանի շաբաթ տևած այդ գործընթացից անցել է 2 տարի։ Նոր հատվածներ երբ կսահմանազատվեն։ Նիկոլ Փաշինյանն այսօր ոչ թե ժամկետներից, այլ ուղղություններից խոսեց։ Պայմանավորվածությունները բնականաբար ուժի մեջ չեն, բայց ես ասել եմ նաև, որ TRIP-ի հետ կապված նախագծերի իրականացման համար փոքր հատվածներում, փոքր այնքան ինչքան անհրաժեշտ է նախագիծը իրականացնելու համար, այսինքն երկաթուղի պետք է անցնի օրինակ, բայց երկաթուղին կառուցելուց առաջ մենք դրա համար ինչքան է պետք, եթե տեղ կա կարող է 3 կիլոմետր անհրաժեշտ, տեղ կա 1 կիլոմետր, տեղ կա 5 կիլոմետր, սահմանի գիծը պետք է շատ հստակ լինի, որպեսզի այսինքն այդտեղ թյուրըմբռնումներ և տարընթերցումներ չլինեն։ Մինչև սահմանազատումը 3 փոխանակած ուղեցույցերը պետք է հաստատեն Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները։ Այս դեպքում ևս վարչապետը դժվարացավ ժամկետներ նշել։ Ավելին ասաց, այդ փաստաթղթերին մանրամասն ծանոթ էլ չի։ Դրանք աշխատանքները տեխնիկապես կազմակերպելու մասին են, որոնց վրա մասնագետներ են աշխատել։ Քաղաքական բարձր մակարդակը ընդհանուր տեղեկատվության տեսքով առնչվում է թեմայի հետ։ Մենք մանրամասների մեջ մտնենք, որտեղ այդտեղ տերմիններ կան, մենք ուզում ենք ընկել շատ տերմինաբանություն կա, այսինքն մենք կուրսեր պետք է անցնենք, որ իմանանք այդ ինչա գրած մեջը, որովհետև երկու երկրների սահմանաքարտեզագետներն են դրա վրա աշխատում, գեոդեզիստներն են դրա վրա աշխատում, դա փորձագիտական մակարդակի շատ կարևոր, բայց այնուամենայնիվ այդ մակարդակի թղթեր են։
Մամուլում 3 լուրեր էին շրջանառվում, թե Հայաստան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր Տավուշի Ջուջևան գյուղ։ Հայտնել է արդյոք Շահին Մուստաֆաևը նման ցանկություն եւ որն է եղել հայկական կողմի արձագանքը։ Պարոն Մուստաֆաևի ծննդավայր այցելելու հետ կապված նման հարց չի քննարկվել, ես տեղյակ չեմ եւ չի այցելել, բնականաբար աշխատանքի ավարտից հետո պատվիրակությամբ վերադարձնել են։ Երեկվա հայ-ադրբեջանական պատվիրակության հանդիպումից հետո հայտարարվեց, որ հաջորդն Ադրբեջանում կանցկացվի, բայց թե երբ դեռ պարզ չէ։ Արդյոք Ադրբեջանն էլ Հայաստանից ապրանքներ կներկրի, մինչև այժմ գործընթացը միակողմանի է, Երևանում միայն հույս են հայտնում։ Երեք Հայաստան այցելած ադրբեջանցիների հետ նաև հայ գործարարներ են հանդիպել, ճակերտներ չեն բացվում, միայն կադրերից է հնարավոր եղել նույնականացնել օրինակ Սամվել Ալեքսանյանի, Խաչատուր Սուքասյանի թիմակիցների մեքենաները։ Էկոնոմիկայի նախարարը երեկվա հանդիպմանը չի մասնակցել։ Համոզված եղեք, մյուս տարի դեկտեմբերին էլ այդ հարցը չի լինի։ Ժամանակն է արդեն օգտվել երկաթուղային հաղորդակցությունից։ Մենք հիմա կարող ենք ասել, որ այդ ապրանքախումբը նույնպես երկաթուղով կարող է ներմուծվել Հայաստանի Հանրապետություն։ Վստահաբար այո։ Կառավարության նիստերից մեկում այս զրույցից արդեն ավելի քան 3 ամիս է անցել, սակայն այդպես էլ հեղուկ գազ բերող վագոնները Հայաստան չեն հասել։ Ռուս-վրացական սահմանին բոլորովին վերջերս առատ ձյուն տեղաց։ Վերին Լարսի անցակետը փակվեց ու ընդամենը հաշված օրերի ընթացքում Հայաստանում հեղուկ գազի սուր դեֆիցիտ առաջացավ։ Արդեն 1 շաբաթ է վարորդները միայն հատուկ են լցակայաններում են վառելիք գտնում, այն էլ շեշտակի ավելի բարձր գնով, ընդհուպ 270 դրամով։ Օրերի ընթացքում հեղուկ գազը թանկացել է ավելի քան 30%-ով։ Պաշտոնյաներն ու ներկրողներն ասում են, թե ճանապարհն արդեն անցանելի է ու իրավիճակը մի քանի օրից կկարգավորվի։ Դե մինչ հաջորդ առատեղումները կամ լոգիստիկ այլ խնդրի հայտ գալը։ Այսօր սպասում են արդեն տասնյակ մեքենաներ, վաղը եւս տասնյակ մեքենաներ կմտնի եւ ես կարծում եմ, որ արդեն ուրբաթ օրվա դրությամբ, եթե ոչ ուրբաթ գոնե շաբաթ օրվա դրությամբ Հայաստան կմտնի այնքան գազ, որը գները էականորեն կիչնի, նախ կլինի, բ հետո էական կիչնի։ Հեղուկ գազի շուկայում առաջացած դեֆիցիտի այս շրջանում, երբ տասնյակ հազարավոր վարորդներ լցակայանից լցակայան են գնում վառելիք գտնելու համար ու ավելի նյարդայնանում ցուցատախտակին հայտնվող գներից, Հայաստանում Աղվերանի հյուրանոցներից մեկում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը մասնակցում էին նաև հայ գործարարները։ Տեղում նկատեցինք նախկին հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ավտոմեքենան։ Մասնակցությունը հաստատեց նաև իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքասյանի ընտանիքին պատկանող ընկերությունը։ Անցած ամիսների ընթացքում հենց այս գործարարներն ու նրանց ազգականներն են Ադրբեջանից բենզին ներկրել։ Երկաթուղային բեռնափոխադրումները տրանզիտով Վրաստանի տարածքով են իրականացվում։ Թե արդյոք 3 ադրբեջանական պատվիրակության հետ նաև հեղուկ գազ ներկրելու հնարավորություններն են քննարկել, հայտնի չէ։ Պաշտոնյաները նաև չեն բացահայտում, թե գործարարներից էլ ովքեր են Աղվերանում եղել, ինչ հարցերի են անդրադարձել ու արդյոք պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անուններ չի տալիս, որ մեջբերեմ նրանց պուլինգի չենթարկել։ Գործարարների խմբի մասին այո գիտեմ ովքեր են, բայց եթե իրանք հարկ կհամարեն, իրանք կհրապարակեն։ Ես դա այդ թվում ձեզ հայտնի պատճառներով մարդկանց բուլինգի որոշ լուսանցքային խմբակների կողմից չի ենթարկելու համար, եթե չի հրապարակվել, ուրեմն չի հրապարակվել։ Վարչապետը շատ մանրամասներ չի հայտնում, միայն տեղեկացնում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ապրանքների ցանկեր են փոխանակել։ Մի բան, ինչի մասին դեռ ամիսներ առաջ էին հայտարարել, թե երբ կակտիվանա առևտուրը, երբ նաև Հայաստանն Ադրբեջան ապրանքներ կարտահանի, ժամկետներ չկան։ Աղվերանի հանդիպումից հետո մանրամասներ չի հայտնում նաև Բաքուն։ Բանակցություններից 1 օր անց պարզ չէ, թե ադրբեջանցի որ գործարարներն են Հայաստանում եղել։ Հիմա գործնականում արգելք եւ որևէ խոչընդոտ չկա, որ Հայաստանից ապրանքներ արտահանվեն, բայց ելի եմ ասում, մենք պետք է հաշվի առնենք, որ Հայաստանը 35 տարի աշխատել է ավտոմեքենայով արտահանելու տրամաբանությամբ եւ որևէ մեկի համար հեշտ չի ուղղակի միանգամից տրանսպորտային միջոցը փոխել եւ ես համոզված եմ, որ առաջիկայում
նաև այդպիսի Հայաստանից արտահանումներ կլինեն։ Մինչ Փաշինյանը լավատեսական հայտարարություններ է անում, այս պահի դրությամբ Հայաստանի ու Ադրբեջանի առևտրային սալդոն գրեթե 100%-ով Ադրբեջանի օգտին է։ Ըստ Բաքվի այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանն Ադրբեջանից շուրջ $6 միլիոն ապրանք, բենզին ու վառելիք է ներկրել։ Հայկական կողմն առայժմ վիճակագրություն չի հրապարակել։ Իդեպ վերջերս ադրբեջանական տվյալներում նաև Հայաստանից Ադրբեջան ներկրման մասին միտով հայտնվեց $1000-ից էլ ցածր ընդհանուր արժեքով։ Սակայն ինչպես հենց Բաքուն պարզաբանեց, $960 հետևում Նիդերլանդներից ներկրած վարդեր են, որոնք հայկական ծագման են։ Այսինքն մինչ այս պահը դեպի Ադրբեջան ուղիղ բեռնափոխադրում տեղի չի ունեցել։ Լավ, իսկ ինչ կարող է Հայաստանն Ադրբեջան արտահանել։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ամիսներ առաջ հայտնեց, թե այդ ապրանքները կարող են օրինակ հայկական ալյումինը, ֆերոմոլիբդենը, միրգն ու բանջարեղենը, տարբեր խմիչքները, կենդանիները լինել եւ այլն։ Շաբաթներ առաջ էլ նա տեղեկացրեց, թե ադրբեջանական կողմը հետաքրքրված է փայլատի թեղով։ Կա այդպիսի ապրանք, կոնկրետ հայտ եղել է եւ կոնկրետ հետաքրքրություն է եղել փայլատի թեղի նկատմամբ եւ կոնկրետ կոդի փայլատի թեղի համար ադրբեջանական կողմը խնդրել է կոնկրետ գին եւ մեր արտադրողը տվել է։ Այսօր էլ Բաքուն հաղորդեց, որ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է առաքվել ցորենի եւ պարարտանյութի հերթական խմբաքանակ 7 վագոն ընդհանուր ծավալով։ Մինչև օրս Ադրբեջանով Հայաստան է եկել 25000 տոննա ռուսական ցորեն, 1600 տոննա պարարտանյութ եւ 68 տոննա հնդկածավալ։ Այսօր տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև այլ պաշտոնյաներ, կառավարությունը քննարկած հարցերի մասին չի հաղորդում։ Երեկ Հայաստան այցելած Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևը ծնունդով Հայաստանից է, մինչև Ղարաբաղյան շարժումը նա ընտանիքի հետ ապրել է Տավուշի Ջուջևան գյուղում, որտեղ նրան դեռ հիշում են։ Շահին աստունը Ջուջևանցի 92-ամյա Հրանուշ Չիլինգարյանը դժվարությամբ է քայլում, բայց հեշտությամբ ցույց տալիս իր տնից քիչ հեռու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի նախկին տունը, որտեղ ծնվել, դպրոց է գնացել ադրբեջանցի պաշտոնյան։ Բոզ, կարմիր, կրիշենա Մուստաֆայևները Ջուջևանի միակ այլազգի ընտանիքն էին, բայց նրանց այստեղ օտար համարող չկար։ Մինչդեռ Ղարաբաղյան շարժման ալիքը չի խնայել անգամ ամուր հարևանական կապերն ու գյուղովի հրաժեշտ են տվել իրենց լավ հարևաններին՝ Աբդուլային, կնոջը Մայզարին ու նրանց 4 զավակներին, որոնցից ավագը հենց Շահինն էր, որ Ջուջևանում Շահեն, Հայաստանում ընդունված անունով են կոչել։ Հարևանություն արել է։ Ջուջևանում Շահենի մորը Մայզարին են հիշում ու թե գյուղի բոլոր հարսներին ոսկե մատանի էր նվիրում, հարսանիքների պատվավոր հյուրերն էին։ Այստեղ տրադիցիան դենց էր դրված, ուրեմն եթե միտեղ քեֆ էր, հարսանիք էր, այդ դրանք պետք է պարտադիր ներկան։ Ջուջևանում մինչ օրս դրական են խոսում թե Մուստաֆայևների ընտանիքի ու թե դպրոցի մեդալակիր աշակերտ Շահենի մասին։ Մեզ մոտ լավ հարևան են ելել, չգիտեմ ուրիշին։ Անասնապահին հետո շատ հարգալից անասնապահ։ Եթե ես իմանամ, որ Շահենը սոր եկել է այդ սահմանազատ, ես հաստատ կգնամ, որ իրան հանդիպեմ ձեռով վարևեմ։ Ես պատկերացնում չեմ, որ Շահեն մտնում մեր գյուղ, հետո մինը նրա վրա ինչ որ բան բծրացնի կամ ինքը նույնն անը։ Թեկուզ որպես իրանք այս պայն հաղթեն ենք, մենք պարտվել ենք։ Շահին Մուստաֆայևի նախկին տունն ու Արարատ Պետրոսյանի տունը մի պատ է բաժանում։ Այս նույն պատի երկու կողմում է անցել նրանց մանկությունը։ Նաև ուսանողության տարիներին Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում են շարունակել ընկերությունը։ Այսօր Արարատն անկեղծորեն ափսոսում է, որ մեծ պատմության դաժան շրջադարձերը բաժանեցին իրենց։ Իրար հետ սովխոզից գողություններ ենք այլ, եգիպտացուեն ենք գողացել, գնացել ենք Ստիֆերմաննիկա անասնապահական անդի գոմախպեն թափում գնացինք մեջ նգանք երկսով այդ գոմախպում կորած եկանք նավի ջրեմը ջրվեցինք իրա մերն եկավ մեզ բռնեց երկսել լավ շատ լավ մանկություն ենք ունեցել մեդալարգի բայց հայոց լեզուն նրա հետ վիճել չկար հայոց լեզուն գերազանց էր պրոստը Մուստաֆայևի երբեմնի անմիջական հարևանները վերհիշում են, ինչպես էին 80-ականների վերջին ափսոսանքով ճանապարհում նրանց, բայց մյուս կողմից Հայաստանում մնալն անվտանգ չէր հենց իրենց, Մուստաֆայևների համար։ Երբ դրսից եկած ազգայնականները փորձում էին վնասել ադրբեջանցի ընտանիքին, հենց իրենք համագյուղացիներն էին դառնում նրանց առաջին պաշտպանը։ Դաժե
փախի որ ստեն հետացին իրանց արտաքսեցին։ Ես իրանց տան նկացել եմ, որ իրա քվորտանցը իր երկու փոքր քվորը մեր հայերը վրա չտան։ Այդ աստիճանի մեզ մալ լավն են ելել։ Պատմում են, որ Ջուջևանից հեռանալիս էլ համագյուղացիներն իրենց լավ հարևաններին օգնել են տունը վաճառել ու բոլոր իրերը հագուստից մինչև կահույք տեղավորել մեքենաներում։ Հարևանն անգամ ասում է, որոշ իրեր, որ չտեղավորվեցին, խնամքով պահել են ու ավելի ուշ փոխանցել նրանց։ Սաղ վեշերը կրել են, իմ տանը պահել են իրանց ունեցածից հետո եկել դարել, որ իրանք չկար, իրանց ազգից մարդ կա գյուղ, իրանք մեր տանն ապրանք ունեին, հետո եկել են տարել։ Այժմ Մուստաֆաևների տունն անբնակ է, նրանցից հետո Ադրբեջանից տարբեր փախստական ընտանիքներ են ապրել, հետո վաճառվել է մի հայ ընտանիքի, որ այժմ նույնպես հեռացել է Ջուջևանից, դուռը կողպած է։ Էդվարդ Պետրոսյանը, որ նույնպես հաճախ է ստիպված եղել գյուղից հեռացնել ադրբեջանցիներին թիրախավորող ազգայնականներին, պատմում է, ինչպես է կռիվ տվել, երբ նոյեմբերյանի միջնակարգ դպրոցում տեսել է, որ Մուստաֆաևների հեռանալուց հետո մեդալակիրների պատվոտախտակից հանել են իր դասընկեր Շահենի լուսանկարը։ Շահենի լուսանկարը չկար, ասում եմ, ինչի չկար։ Ասում եմ, բան է, ինքը ոնց որ թե հակառակորդ կողմի մարդ է, ասենց ձևակերպենք, այն ժամանակ են բարդ տարիներն էր, դրա համար իր լուսանկարը հանել ենք։ Ես կատաղեցի, ասում, լսի, էդ մեր պատիվն է, որ այլազգին մեր դպրոցում, այդ ձևի ավարտել է, փոխանակ դրանով հպարտանակ, ինչ կապ ունի, թե երկրի հետ հարաբերությունները ոնց են։ Այսօր Ջուջևանում մտորում են հնարավոր խաղաղության ու նախկինի պես ադրբեջանցիների հետ հարևանություն անելու մասին ու շեշտում դեռ ժամանակ է պետք եղածը մարսելու համար։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյայի մանկության ընկերը Արարատը կարևորում է սահմանազատում ու խաղաղություն պետք է լինի առանց պատնեշների, հակառակ դեպքում խաղաղությունը ձևական կդառնա։ Սահմանազատում մի կողմից լավ է, բայց ես չեմ ընդունում պատնեշները։ Եթե խաղաղության են գնում, ինչ պատնեշ։ Գյուղում կարծում են, որ իրենց երբեմնի հարևանը, որն այսօր բարձր պաշտոնյա է հարևան երկրում, նույն զգացողություններն ունի ծննդավայր Ջուջևանի հանդեպ։ Թեև նա երեկ Հայաստանում էր, Ջուջևան չեկավ, բայց նախկին համագյուղացիները չեն բացառում։ Մի օր գուցե կբացի իր մանկության ու հարևանության դուռը։ Հիմա այս նյութը, որ Շահենն ինքը տենա, երևի ինձ երողանից։ Երկուշաբթի Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահը մայիսի 3-ից 5-ը նաև պետական այց կկատարի Հայաստան։ Պաշտոնական հանդիպումներից բացի Էմանուել Մակրոնը կմեկնի Գյումրի, այստեղ մեծ համերգ է նախատեսված, բյուջեից մոտ $1 միլիոն է հատկացվել։ Ռուսաստանն արգելափակել է Հայաստանում արտադրված ջերմուկ հանքային ջրի ևս մեկ խմբաքանակի 1 միլիոն շշի վաճառքը։ Ռոսպետրոբնաազորը որոշումը բացատրում է հանքային ջրի բաղադրության մեջ անհամապատասխանություններով, մինչդեռ Հայաստանի սննդի անվտանգության տեսչական մարմինն առայժմ Ռուսաստանից պաշտոնական որևէ գրություն չի ստացել։ Մոսկվան վերջին շրջանում ակտիվացրել է հայկական ապրանքների համար շուկան փակելու զգուշացումները, եթե Երևանը շարունակի եվրոպական ինտեգրացիան։ Լրատվական կենտրոնն է ուղիղ եթերում, լուրերն անընդհատ թարմացվում են նաև Ազատության Տելեգրամի ալիքում, այժմ էլ թողարկման երկրորդ հատվածի թեմաները։ Կանդազմականունով Արթուր Ավանեսյանը շարունակում է հացադուլը կալանավայրում, Սամվել Կարապետյանն ասում է չեն նահանջելու։ Հայաստանը 16 կետով վատթարացրել է դիրքերը մամուլի ազատության միջազգային աղյուսակում։ Հայաստանում իշխանությունները լրատվամիջոցներին դիտարկում են որպես թշնամի։ Թեհրանը պնդում է, որ Ամերիկան անելիք չունի Պարսից ծոցում, Վաշինգտոնը սպառնում է շարունակել Հորմուզի նեղուցի շրջափակումը։ Սամվել Կարապետյանի դատավարությունն է շարունակվել, դատարանը մերժել է, որ տնային կալանքի տակ գտնվող գործարարը իրավապահների ուղեկցությամբ այցելի տաշի իր հոր գերեզմանին։
Ընդդիմադիր ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, որ տնային կալանքի տակ է, այսօր եւս դատարան եկավ ոստիկանական ավտոմեքենայով։ Թե սկզբում, թե դատականիստի ավարտից հետո նա կարճ պատասխանեց լրագրողների հարցերին, անդրադարձավ իրավապահների հարուցած վարույթներին։ Հիշեցնեմ, որ թե հակակոռուպցիոն կոմիտեն, թե քննչական կոմիտեն վերջին շրջանում մի քանի քրեական վարույթներ են հարուցել եւ հայտարարում են, որ Սամվել Կարապետյանի ուժի ներկայացուցիչները ընտրակաշարք են տալիս, բարեգործության արգելքն են խախտում, մարդկանց նյութական շահագրգռվածությամբ հավաքների են տանում եւ այսօր էլ հակակոռուպցիոն կոմիտեն մի վարույթի մասին էր հայտարարել եւ հրապարակել էր ձայնագրություններ։ Այդ ձայնագրություններում տարբեր տղամարդկանց ձայներ են լսվում, որոնք խոսում են ինչ որ գումարային հարցերի մասին, կազմակերպչական հարցերի մասին։ Այնտեղ ասում են փող են բաժանում եւ այլն։ Իհարկե ոչ, իհարկե ոչ։ Ինչ ձայնագրություններ են, ինչի մասին։ Հարցրեք, ով ձայնագրում է։ Հետո ված ես ասել։ Իհարկե ոչ։ $100 չենք նախատեսում։ Իսկ դատական նիստից առաջ Սամվել Կարապետյանը պատասխանել էր մի հարցի, թե արդյոք իր դեմ կան քրեական գործեր այլ երկրներում։ Դա իրանց երազանքներն են։ Փաշինյանը իր երազներն է պատմում։ Դուրս մի ընդունեք, այդ մարդը ամեն օր մի երազ տեսնում է։ Սամվել Կարապետյանը հիշեցնում մեղադրվում է երկու տարբեր հոդվածներով՝ իշխանությունը զավթելու բռնի կոչի համար եւ տնտեսական հանցագործությունների համար։ Նա մեղքը չի ընդունում, արդեն 10 ամսից ավելի նա եւ նրա կողմնակիցները հայտարարում են քաղաքական հետապնդման մասին։ Այսօրվա դատականիստը երրորդն էր եւ դատարանում նրա փաստաբանները առաջինը խնդրեցին վերացնել տնային կալանքը, որը նախորդ նիստին դատարանը երկարացրել էր եւս 3 ամսով։ Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ տնային կալանքի տակ է իր պաշտպանյալը եւ չի կարողանում գնալ գերեզման, հոր գերեզման, շուտով լրանում է նրա մահվան 1 տարին, խնդրեց դատարանին թույլատրել, դատախազը սակայն դեմ էր եւ դատարանը մերժեց այս խնդրանքը։ Պատվարժան դատարան մենք ինքներս այդ թվում ես, այդ թվում պարոն Ֆերոյանը, մեր լույս գործընկերները, այդ հանձնառությունը պատրաստ են ապահովելու, ուղեկցելու Սամվել Կարապետյանին իր հոր գերեզման։ Կոնկրետ միջնորդությամբ նշված խնդրանքը պահանջը, որքան էլ որ դա մարդասիրության տեսանկյունից ճիշտ է, ողջամիտ է կամ արդարացված է, բայց մենք քրեական դատարանության շրջանակներում դատարանը սահմանափակված է օրենքով, սահմանադրությամբ, նշված հանգամանքները հաշվի առնելով դատարանը որոշում է միջնորդությունը մերժել։ Այս մի միջնորդությունից հետո Սամվել Կարապետյանի փաստաբանները երկրորդ միջնորդությունը ներկայացրեցին, դատարանին խնդրեցին փոփոխել տնային կալանքը, վերացնել եւ գոնե կիրառել 24 ժամանոց վարչական հսկողություն, որպեսզի Սամվել Կարապետյանը արդեն անարգել կարողանա տնից դուրս գալ, հասնել լորի գերեզմաններ։ Այս դեպքում եւս դատախազը դեմ էր, դատարանը եւս եւ այս միջնորդությունը եւս մերժվեց։ Հաջորդ դատականիստը մայիսի 12-ին է։ Մինչ այդ Սամվել Կարապետյանի թիմակից Կանդազ մականունով Արթուր Ավանեսյանն է կալանավայրում շարունակում հացադուլը։ Այսպես նա իր բողոքն է արտահայտում իրեն ներկայացված ընտրակաշարքի մեղադրանքի դեմ։ Զուգահեռ նախընտրական մթնոլորտը թեժանում է նաև փոխադարձ մեղադրանքներով, հիմա ներքաղաքական առանցքային թեմաներից է ադրբեջանցիների հնարավոր զանգվածային վերադարձը Հայաստան, որն ընդդիմադիրների պնդմամբ իրականություն կդառնա Փաշինյանի վերընտրության դեպքում։ Վարչապետն այսօր հակադարձել է։ Մենք Հայաստանը դարձնելու ենք 10 միլիոն հայի հայրենիք, իսկ Փաշինյանը ուզում է դարձնել 3 միլիոն հայի եւ 300,000 ադրբեջանցու հայրենիք։ Կալուգացի օլիգարխը 100%-ով համոզված են, որ չի հասկանում ինքը ինչ է ասում եւ ինչի համար է ասում։ 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին Բաքվից ամենաբարձր մակարդակով պարբերաբար հնչող պահանջը Հայաստանում դարձել է նախընտրական բանավեճի առարկա։ Ընդդիմադիր առանցքային որոշ ուժեր պնդում են, թե Փաշինյանը կատարելու է նաև Բաքվի այս մի պահանջը Հայաստան բերելով 300,000 ադրբեջանցիների, մինչդեռ իշխանությունը հերքում է, թե նման մտադրություն ունի, այս հարցը բարձրացնողներին իր հերթին մեղադրելով ադրբեջանական նարատիվները տարածելու մեջ։ Սյունիքի կորցնելու վտանգն եմ տեսնում, Սևանի գյոլչա դառնալու վտանգն եմ տեսնում,
Հայաստանի թրկացման վտանգն եմ տեսնում, բայց մի անհանգստացի։ Մենք դրա դիմաց ստեղծելու ենք 300,000 աշխատատեղ հայերի համար։ Վարչապետը մինչդեռ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարց Հայաստանի եւ Ադրբեջանի օրակարգում չկա։ Փաշինյանն այս հարցի քննարկումը էժան քաղաքական շահարկում որակեց։ Մենք Ադրբեջանի հետ երբեք նման հարց չենք քննարկել եւ չենք քննարկել։ Փաշինյանի համոզմամբ ընդդիմադիր քաղաքական ուժերը իրենք էլ չեն հասկանում, թե ինչու են այս հարցը բարձրացնում եւ ինչ նպատակով, քանի որ դա անում են կոնկրետ ցուցումով։ Վարչապետը սակայն չմանրամասնեց, թե ով է տվյալ դեպքում հանձնարարել Սամվել Կարապետյանին խոսել այս թեմայի շուրջ։ Իրեն հանձնարարում են, ինքը ասում է։ Ուրիշ որ ինքը չի հասկանում, ինչի մասին է խոսում։ Ինքը հարցերի փոխկապակցվածություններն էլ չի հասկանում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռևս անցած հունիսին էր հայտարարել, թե Հայաստանը պարտավոր է հարգել ադրբեջանցիների մեջբերում եմ իրենց նախնիների հողեր վերադառնալու իրավունքը։ Ավելին Ալիևը պնդել էր, թե ադրբեջանցիների վերադարձը տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ հաշտության կարևորագույն նախապայման է։ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը Ադրբեջանի օրակարգից չի հանվի այնքան ժամանակ, քանի դեռ այն չի իրականացվել, ասել էր Ադրբեջանի նախագահը, պահանջելով Երևանից հստակ ասել, երբ են արևմտյան ադրբեջանցիները վերադառնալու։ Լրագրողներն այսօրվա ճեպազրույցին վարչապետին հարցրեցին, արդյոք հանուն խաղաղության, որ պատերազմ չլինի, Փաշինյանը կհամաձայնի Բաքվի այս պահանջին։ Գիտեք, ես տպավորություն ստացա, թե Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ հետ եմ խոսում, որովհետև ասում եք պիտի ուղիղ պատասխանել այդ հարցին, այո թե ոչ։ Փաշինյանը նախ մեղադրեց լրագրողներին ադրբեջանական նարատիվները տարածելու համար, ապա շեշտեց, իրենք այլևս Ադրբեջանի հետ չեն քննարկում ոչ Ղարաբաղի եւ ոչ էլ Բաքվի ու այլ շրջանների հայերի վերադարձի հարցը։ Վարչապետը կարծում է, որ այս երկու հարցերը փոխկապակցված են եւ երբ որոշ շրջանակներ շարունակում են խոսել Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի մասին, նրանք տեղ են բացում ադրբեջանցիների Հայաստան վերադարձի խոսույթի համար, ինչն ըստ Փաշինյանի իրենք փակել են։ Մենք արդեն ընդունել ենք նրանց, ում պետք է ընդունենք։ Խոսքը Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների մասին է։ Նրանք, ովքեր ծածանում են դրոշներ եւ խոսում են Ղարաբաղի մեր քույրերի եւ եղբայրների վերադարձի իրավունքի մասին, մենք խոսում ենք, որ նրանք պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ այդ մյուս խոսույթի հեղինակները նրանք ուզում են տեղ բացել այդ խոսակցության համար, տեղ бацել։ Որտեվ մեր քաղաքականության արդյունքում այդ տեղը փակվել է, նրանք ուզում են տեղ բացել։ Լրիվ այլ թեմաներ են, որոնց համեմատությունը ուղղակի կոռեկտ չէ։ Փաշինյանի այս պնդման հետ համաձայն չէ Հայաստան դաշինքի վարչապետի տեխնացու Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ նախագահը կարծում է, որ արցախահայերի վերադարձի հարցը որևէ կապ չունի ադրբեջանցիների վերադարձի հետ։ Քոչարյանի համոզմամբ, երբ Ադրբեջանը բարձրացնում է 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարցը, Երևանն էլ պետք է խոսի Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից գաղթած 100,000-ավոր հայերի վերադարձի մասին։ Արցախի հարցը լրիվ այլ թեմա է, որտեղ Արցախը, այսպես ասենք, ինքը ուներ եւ սովետի ժամանակ կարգավիճակ եւ Արցախի ինքնորոշումը եղել է ամբողջությամբ միջազգային ընդունված սկզբունքների շրջանակներում։ Իդեպ, ի տարբերություն Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանն առնվազն հրապարակավ չի մեղադրել Փաշինյանին 300,000 ադրբեջանցիներ Հայաստան բերելու մտադրության մեջ։ Փոխարենն այս թեման մեկ այլ ընդդիմադիր ուժի ընտրական պայքարի մեջ մտած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օրակարգում է։ Օրերս անգամ գույքահարկը 100%-ով բարձրացնելու հարցի շուրջ խոսելիս անդրադարձավ այս թեմային։ Ու այսօր գույքարկներ ավելացել, այսինքն մարդուն առաջարկում են, որ դու քո տները ծախի գնա, ադրբեջանցիները 300,000-ը պետք է կան ստեղ գնեն մնա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հերքեց նաև, թե 3 Հայաստան այցելած Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի հետ քննարկվել է ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Առաջադրված 17 կուսակցությունների և 2 դաշինքների գրանցումն ավարտվում է Կիրակի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որ այժմ ուսումնասիրում է ներկայացված հայտերը, մի քանի կուսակցության 48 ժամ է տվել լրացնելու պակաս փաստաթղթերը։
Այլ թեմաներ Հայաստանը 16 կետով վատթարացրել է դիրքերը լրագրողներ առանց սահմանների կազմակերպության մամուլի ազատության այս տարվա զեկույցում 180 երկրների շարքում հայտնվելով 50-րդ տեղում։ Զեկույցի հեղինակները հիմնավորել են, որ հայաստանցի լրագրողները հաճախ ճնշումների, վիրավորանքների եւ բռնության են ենթարկվում ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության կողմից։ Հայաստանում իշխանությունները լրատվամիջոցներին դիտարկում են որպես թշնամի, հաճախ։ Այսինքն փոխանակ աշխատանք տանեն լրատվամիջոցների հետ, այդ թվում ընդդիմադիրների։ Ավելին ասեմ, իշխանությունը պարտավոր է նույնիսկ ավելի շատ աշխատել քննադատական դիրքորոշումներ ունեցող լրատվամիջոցների հետ, այնպիսի լրատվամիջոցի, ինչպիսին է հետքը, տեղին մամուլ են կոչում, այսինքն աշխարհով մեկ OCCRP անդամ ճանաչված լրատվամիջոցին այդպիսի տերմիններով կոչելը կամ օրինակ թիրախավորում են Ազատություն ռադիոկայանին։ Այսպիսի դրվագները իրենք ունենում են հավելյալ հետևանքներ, հա, նախ ինչ որ մի պաշտոնյա թիրախավորում է այս կամ այն լրատվամիջոցին, հետո մյուս պաշտոնյաները սկսում են չշփվել կամ խուսափել այդ լրատվամիջոցներից, որտեղ ավելի բարձր ղեկավարությունը այսպիսի բան է ասել, հետո հաջորդ քայլով ցանկացած առիթով իշխանական, չգիտեմ, падգամավորները, քաղաքական գործիչները սկսում են այդ լրատվամիջոցներին, որոնք արդեն անցանկալիների շարքում են, դա դիտալ, հետո մենք նույնիսկ տեսնում ենք այդ հայտարարությունը, որ այ պարգևավճարներ ենք տալիս, որպեսզի դատական ծախսերը հոգան, որը եւս մի ազդակ է հերթական, որ հա դուք դատի տվեք, մենք էլ դատական ծախսերի համար ձեզ գումարները կտանք, սա ցիկլիկ վատթարացնող էֆեկտ է անում։ Միջազգային լրահոսից հակասական տեղեկություններ են ստացվում Իրանի շուրջ իրավիճակի մասին, Թեհրանը պնդում է, թե ռազմավարական նշանակության Հորմուզի նեղուցը ծառայելու է Իրանին, մինչդեռ Վաշինգտոնը հավաստիացնում է, որ նավթի անցման այդ ուղու շրջափակումը շարունակվում է, մինչև այդ նավթի գինը միջազգային շուկաներում շարունակում է աճել։ Մինչ Միացյալ Նահանգները Հորմուզի նեղուցը ապաշրջափակելու մտադրություն չունի, Իրանի գերագույն առաջնորդը Պարսից ծոցի ազգային օրվա առթիվ հղած գրավոր ուղերձում պնդել է, թե ծոցի եւ Հորմուզի նեղուցի համար նոր էջ է բացվում, որում ԱՄՆ-ն տեղ չունի։ Մոջթաբա Խամենեիի հայտարարությունն ընթերցվել է հեռուստատեսությամբ, հրապարակվել սոցցանցերում։ Խամենեին պաշտպանել է պատերազմի օրերին ծոցի երկրների վրա Իրանի հարձակումները, նշելով, որ ԱՄՆ-ն իր ռազմաբազաներով անկայունություն է հրահրում եւ չարիք սերմանում տարածաշրջանում։ Մինչդեռ Իրանը ըստ նրա կապահովի ծոցի անվտանգություն ու կվերացնի թշնամու կողմից ջրուղու չարաշահումը։ Հորմուզի նեղուցի կառավարման նոր կարգն էլ խաղաղություն եւ առաջընթաց կբերի ողջ տարածաշրջանին, խոստացել է նա։ Այսօր, երբ աշխարհի բռնակալների կողմից տարածաշրջանում իրականացված ամենամեծ ռազմական մոբիլիզացիայից եւ ագրեսիայից, ինչպես նաեւ Ամերիկայի սեփական ծրագրի շրջանակում կրած ամոթալի պարտությունից անցել է 2 ամիս, Պարսից ծոցի եւ Հորմուզի նեղուցի համար նոր գլուխ է բացվում։ Իրանը նաեւ կպաշտպանի իր միջուկային եւ հրթիռային կարողությունները, նշել է Իրանի գերագույն առաջնորդը, որը պատերազմի առաջին օրը վիրավորվելուց հետո դեռ չի ներկայացել հանրությանը եւ միայն տեքստային ուղերձներ է հղում։ Խամենեին նաեւ չի բացատրել, թե ինչպես են վերացնելու ամերիկյան շրջափակումը։ Խորհրդարանի խոսնակն էլ գրել է, որ 115 տարվա օկուպացիայից հետո Իրանը վտարեց եվրոպացի գաղութարարներին Պարսից ծոցից։ Այսօր էլ ըստ նրա Հորմուզի նեղուցը վերահսկելով Թեհրանը կապահովի, որ թե Իրանը, թե հարևանները վայելեն ԱՄՆ ներկայությունից եւ միջամտությունից զերծ ապագայի թանկարժեք օրհնությունը։ Մինչ այդ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրանական նավահանգիստների շրջափակումը կշարունակվի այնքան, մինչև Թեհրանը չհամաձայնի գործարքի, որը կփարատի ԱՄՆ մտահոգություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Աքսոսի հետ զրույցում ԱՄՆ նախագահն ասել էր, որ շրջափակումն ավելի արդյունավետ է, քան ռմբակոծությունը, ապա պնդել, թե շրջափակումը տնտեսապես խեղդում է Իրանին, իսկ հաջորդի իրավիճակը կվատթարանա։ Թրամփը պնդել է, թե Իրանը ցանկանում է գործարքի գնալ, սակայն ինքը չի ցանկանում վերացնել շրջափակումը, քանզի չի ուզում, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի։ Շրջափակումը հանճարեղ է, լավ, շրջափակումը 100%-ով անթերի է եղել։ Դա ցույց է տալիս, թե որքան լավն է մեր նավատորմը։ Կարող եմ դա ձեզ ասել։ Ոչ ոք խաղեր չի խաղալու։ Աքսոսը նաև գրում է, որ ԱՄՆ զինուժը սկսել է Իրանի դեմ կարճատև եւ հուժկու հարձակման նոր ծրագիր մշակել, եթե բանակցությունները ձախողվեն։ Ըստ լրատվամիջոցի Թրամփին այն կներկայացվի այսօր։ Վաշինգտոնը դեռ չի մեկնաբանել լուրը։ ԱՄՆ պաշտպանության նախարարն էլ կոնգրեսում լսումների ժամանակ արդարացրել է Իրանի դեմ պատերազմը, որն առ այսօր մոտ 25 միլիարդ դոլար է արժեցել ամերիկացի հարկատուներին։ Փիթ Հեքսեթը հերքել է պնդումները, թե ԱՄՆ-ն այս պատերազմին մասնակցելով հայտնվել է ճահճում։ Նախարարը նաև ասել է, թե Իրանը Հորմուզի նեղուցում զբաղված է ծովահենությամբ։
What they're doing right now is effectively piracy. Այն ինչ նրանք անում են հիմա փաստացի ծովահենություն է, դա ահաբեկչություն է, դա սպառնում է միջազգային նավագնացությանը եւ մեր շրջափակում Նազդակի աշխարհին, որ իրականում մենք ենք վերահսկում այդ նեղուցը։ And our blockade is signaling to the world that we actually control that strait. ԱՄՆ ֆինանսների նախարարն էլ հայտարարել է, որ տնտեսական ճնշման եւ իրանական նավահանգիստների շրջափակման արդյունքում Իրանի կառավարությունն արդեն ճգնաժամի մեջ է հայտնվել։ Սկոտ Բեսենթը պնդել է, որ այս միջոցառումներն անդառնալի վնաս կհասցնեն Իրանի տնտեսությանը։ Իրանում մինչդեռ համաձայն չեն ամերիկացիների հետ խորհրդարանի խոսնակը սոցցանցում գրել է, որ մինչ այժմ իրանական նավահորերում պայթյուններ չեն եղել։ Ըստ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի երկիրը պատրաստ է դիմանալ տնտեսական ճնշման առնվազն եւս 30 օր։ Նա նաեւ քննադատել է Բեսենթին Իրանին շրջափակման մեջ պահելու վերաբերյալ Թրամփին վատ խորհուրդներ տալու համար։ Դրանց արդյունքում ըստ նրա նավթիգինը բարձրացել է $120 ավելի։ Հաջորդ կանգառը $140 է։ Խնդիրը տեսությունը չէ, այլ մտածելակերպը, գրել է Ղալիբաֆը։ Այս ընթացքում Իսրայելը շարունակել է գործողություններն արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլայի դեմ Լիբանանի հարավում, հարվածելով մի քանի քաղաքի։ Կան զոհեր։ Իսրայելի բանակը լիբանանյան 8 քաղաքի բնակիչներից զգուշացրել է, որ լքեն իրենց բնակավայրերը, մինչ բանակն էլ ավելի է ուժեղացնում իր հարձակումները։ Իսրայելը նաև միջերկրական ծովում կանգնեցրել է նավատորմ, որը մարդասիրական օգնություն էր տեղափոխում իսրայելական հարվածներից գրեթե հողին հավասարեցված Գազա։ Ջազի օրն է, որը նշվում է նաև ավանդաբար ջազային քաղաք համարվող Երևանում, Կասկադում մի քանի ժամ է, չնայած անձրևին հայ արտիստներն են ելույթ ունենում, երեկոյի ամենասպասված հյուրը վրացուհի Նինո Կատամաձեն է, այստեղ է մեր թղթակից Անահիտ Հակոբյանը։ Բարի երեկո Անահիտ, իհարկե Կատամաձեն շատ համերգներ է ունեցել Երևանում, բայց ոչ այս ձևաչափով բացօթյա, նա արդեն ելույթ ունեցել է։ Ողջույն Կարլեն, Կատամաձեն ոչ դեռ ելույթ չի ունեցել, բայց մենք այս ընթացքում չենք հասցրել ձանձրանալ, համոզված եղեք, որովհետև լսել ենք հայ արտիստների կատարումները, այստեղ հիշեցնում եմ, որ սա Երևանի քաղաքապետարանի եւ ջազի հայկական ասոցիացիայի նախաձեռնությունն է ու նաեւ մենք այս ընթացքում լսել ենք եւ հենց այս պահին լսում ենք հայ արտիստների կատարումներ, ուզում եմ նշել, որ չնայած անձրևին Կասկադը շարունակում է մարդաշատ մնալ ու մենք նաև զրուցել ենք այստեղ բացի ջազ լսելուց, նաև լսել ենք քաղաքացիներին, փորձել ենք հասկանալ նրանց տրամադրությունը ու առաջարկում եմ դուք էլ լսեք նրանց։ Ջազի միջազգային օրն է, ոնց եք ձեզ զգում այստեղ, սպասված էր այսօրը ձեր համար, թե ոչ։ Այո, սպասված էր, սպասում էինք, մենք միշտ այս օրը ներկա ենք եղել համերգին, շատ սիրում եմ ջազ, հաճույքով եկել եմ։ Կա ինչ-որ երաժիշտ, որին հատուկ սպասում եք կամ հատուկ սիրում։ Սիրում եմ Մալխասյանին, անչափ, վայելում եմ նրա գեղեցիկ երաժշտությունը, Չիկոին, վայելում եմ նույնպես նրա գեղեցիկ երաժշտությունը։ Երիտասարդ տարիքում էլ մենք սիրել ենք, հաճախել ենք, իհարկե կլասիկից մինչև ջազ, մինչև ժողովրդական սիրելի բաներ միշտ եղել են։ Հենց որ բնական է իմանալով մեկ ցանկություն կար ներկա գտնվել։ Շատ հաճելի է, որ նման միջոցառումներ են կազմակերպվում Երևանում ու հնարավորություն կա անվճար նման մեծ ու կարևոր երաժշտական ժանրի ունկնդիր լինել, հնարավորություն ունենալ նման բանի։ Այսօր եկել եմ կոնկրետ ներկա պահին ելույթ ունեցող Ultraviolet-ի համար ու շատ եմ իրեն սիրում ու ջազը շատ ծանր երաժշտություն է իրականում ոչ սովոր մարդկանց համար ու շատ ուրախ եմ, որ հնարավորություն կա հասարակության համար այսպես բաց տարբերակով ծանոթանալ իր հետ։ Անայդ շնորհակալություն, քեզ այլ հարցեր չեմ տալիս համերգից չշեղելու համար, իսկ լրատվական կենտրոնում այսքանը, օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցցանցերում կհանդիպենք։